Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ինչպես կգնահատեք ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը։ Երկու բառով՝ խայտառակ եւ դավաճանական, որևէ հիմնավորում, որևէ բացատրություն չի կարող մաքրագործել այն ստահակ եւ ստոր գործելավոճը, որ այսօր որտեղ գրել է իշխանության բերված խունտան, որովհետեւ որևէ անվտանգային հասկացության, պետականաստեղծ գաղափարի, օրենսդրական, բարոյական, հոգեբանական, տեղեկատվական առումներով այն ինչ որ անում է այսօրվա իշխանությունը, դա խափանարար, խորտակիչ հարված է մեր անցյալին, ներկային եւ ապագային։ Ինչպես կգնահատեք փաստը, որ գործող իշխանությունները առաջ են մղում այն քաղաքականությունը, որը ըստ էության երկար տարիներ վարել է թուրքյան ցեղասպանության հարցում, անմեղ հայտարարություններով հարցականի տակ են դնում հայոց ցեղասպանության փաստը։ Անմեղ չեն, հայտարարությունները հաշվարկված են։ Հիմնական նպատակը դա հարաբերականացնելն է ցեղասպանության որպես ծայրագույն հանցագործության հետևանքները։ Երկրորդը հաճոյանալն է թուրքական կողմին ազդակներ ուղարկել, որ հայկական կողմը պատրաստ է զիջել, նաև այս որևէ քննարկման ծիրից ներս գտնվող որևէ քննարկում այս հարցի շուրջ չի ենթադրվում հայկական ոչ մի շրջանակներում, չի ենթադրվում նույնիսկ, բայց Հայաստանում իշխանությունների բարձր մակարդակով արվում է հայտարարություններ, որով թիրախավորվում է ընդհանուր հիշողությունը, թիրախավորվում է ցեղասպանության հետևանքները, որոնց մասին մենք խոսում ենք, թիրախավորվում է դրա միջազգային ճանաչումը եւ հետևանքների վերացման հրամայականը։ Արվում է հատուկ, որովհետեւ 2018-ին իշխանության գալու հենց այդ պահին այս հարցը եղել է օրակարգային, ընթացքում չէ որ իրենք բարբերաբար եկան այս եզրահանգումներին, դա եղել է նախապատրաստված խմբին իշխանություն հանձնելու օրակարգային հարցերից մեկը։ Չեք կարծում, որ հայոց ցեղասպանության փաստին միջազգային հանրության ոչ համապատասխան արձագանքն էր պատճառը, որ մենք ունեցանք Արցախի բռնի հայաթափումը, ցեղասպանության ըստ էության երկրորդ արարը։ Պատրանքներ չպետք է նալ, այդ միջազգային հանրություն, որին հողում ենք տալիս, այն գոյություն չունի։ Գոյություն ունի տարբեր երկրների, հիմնականում խոշոր ուժեղ կազմակերպված երկրների մշտնջենական շահերը, այդ շահերը իրենք հասնում են բոլոր նպատակներով, ոչ մի երկիր իր շահը չի զոհաբերի հանուն հայկական շահի։ Երբ որ դու կազմակերպված չես, խայտառակ կոռուպցիա ես դավանում քո պետական իշխանության բանեցնելու ընթացքում, քո արդարադատության համակարգը ընդհանրապես դա խափանարար մի ական է պետականություն ստեղծելու գործում, որը իրենք հո տեսնում են, չէ՞, դու ինչպես ես կազմակերպում քո կյանքը, ինչի պիտի ինչ որ հանուն բարոյական ինչ հարցերի որևէ մեկ երկիր թեկուզ փոքր իր հարցերը, իր շահը զոհաբերի Ադրբեջանի հետ հարաբերություններում, Թուրքիայի հետ հարաբերություններում, այդպես չի լինում։ Մենք դեռ տարվում ենք պատրանքներով, այդ պատրանքներով տարվեցինք, եկան սրանք, որոնք ուզում են իրենց պատկերացրած իրական քաղաքականությունը կիրառել եւ բացատրել, որ ճիշտ է այսպես է։ Իսկ դա աղետալի հետևանքներ է ունենալու, արդեն ունի։ Գործող իշխանությունների վարած քաղաքականությունը ինչպես է ազդել հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի վրա։ Անցյալ տարի հերթական ֆորումը կազմակերպեցին, գիտեք, ցեղասպանության կանխարգելման, չէ՞։ Հայաստանում 2 տարին մեկ այդպիսի ֆորում է կազմակերպում։ Ոչ ծրագրում, ոչ մի ելույթում, ոչ մի անդրադարձ չկար հայոց ցեղասպանության թեմային։ Դա լավագույն ցուցիչ է, որ իշխանությունները ողջագրել են հայոց ցեղասպանության միջազգային ոչ միայն ճանաչման, այլ բուն պատմական փաստի ժխտողականության քաղաքականությունը, որը քրեորեն պատժելի ի դեպ հայաստանյան օրենքներով։ Այսօրվա իշխանություններում կան անձինք, ովքեր ժամանակին աշխատել են եւ գիտական աստիճաններ են ստացել հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում, իրանից առաջ նախորդ տնօրենի օրոք։ Հիմա այս անձանց հետ կապված կան նաև որոշ իրավական հարցեր, որոնց իշխանությունները ամենքը փորձում են թույլ չտալ դատական գործերի վերաբացում, հետաքննում, հնարավոր
գործողությունների մեջ ներգրաված լինելու հետ կապված։ Փոխարենը, քանի որ ես դա բարձրաձայնում եմ, փորձում են այդ նույն հանցագործների միջոցով ճնշումներ բանեցնել քաղաքացիական գործերով իմ դեմ, եւ այդ գործընթացը շարունակվում է։ Ձեր կարծիքով ո՞րն է այս ստեղծված աղետալի իրավիճակից ելքը։ Պետք է լինի շատ մեծ ատյան, դա կլինի, չգիտեմ, զինվորական, դատախազական, բոլորն էլ իհարկե կոռուպցիոն են։ Եթե ինչ-որ հրաշքով կկա մի իշխանություն, մարմիններ, որոնք կապ չեն ունենա ոչ մի իշխանությունների հետ սկսած 91 թվականին, ապա դատական շատ խոշոր ատյան պետք է լինի, մեծ դատական գործերով, բավական հնչեղ եւ աղմկալի, որով պետք է դիտարկվի 2018-ի հանցագործությունը, սպասարկած կազմակերպած ուժերի ով լինելը, բացահայտվի դա, ներկա իշխանական բոլոր պաշտոնյաները, ովքեր զբաղեցել են պաշտոն 2018-ից սկսած, պետք է ստանան դատավճիռներով ցմահից մինչև որոշակի ժամկետով ազատազրկում, եւ դա պետք է լինի միակ երաշխիքը, որ պետականությունը ինչ-որ ձևով կարող է կայանա եւ հետագայում ապացուցի, որ դա իսկապես պետականություն է, այլ ոչ թե ինչ-որ գոյացություն, որը ունի զինանշան, դրոշ եւ հիմք։